Հայաստանի անկախությունը ծնվեց փորձությունների միջով, կար պետություն եւ այն պետք էր պաշտպանել, իսկ բանակ դեռևս չկար։ Պետք էր հիմքից կառուցել պաշտպանության համակարգը։ Պետք էին մարդիկ, որ կդնեին առաջին քարերը։ Եվ այդ առաջամարտիկներից էր Վաղարշակ Հարությունյանը։ Որպես խորհրդային բանակի պրոֆեսիոնալ սպա, ռազմավարական օղակում կառավարման փորձ ունեցող, Հայաստանի իշխանությունները նրան հրավիրեցին Հայաստան մասնակցելու բանակաշինության պատասխանատու գործին։ Իդեպ Հարությունյանը միակ գործող խորհրդային սպան էր, որ թողեց իր ծառայությունը, բարձր պաշտոնը բարեկեցիկ կյանքն ու վերադարձավ հայրենիք։ Նա նշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ, միաժամանակ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ եւ փաստացի գլխավորեց պաշտպանության նախարարության հիմնադրումը ներքին գործերի նախարարության համակարգում, արկա զինված ուժերի եւ ֆիդայական խմբերի համակարգմամբ։ Նա գլխավորեց Հայաստանի սահմանների համակարգված պաշտպանության գործը եւ իրականացրեց անկախ Հայաստանի առաջին զորակոչը։ Հետագայում Հարությունյանը դարձավ ԱՊՀ Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը Մոսկվայում, այս ողջ ընթացքում միջազգային հարթակներում ներկայացնելով նոր անկախ պետության շահերը։ Հենց այս պաշտոնում նա ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ 94 թվականի հրադադարի պայմանագրի ստորագրման հարցում։ Որպես ԱՊՀ գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ կարողացավ այնպիսի հմուտ դիվանագիտական լուծում առաջարկել, որ Վազգեն Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը այն որակեցին որպես Հայաստանի հերթական հաղթանակը։ Նա նաև մեծապես աջակցել է Հայաստանի սպառազինության ձեռքբերման հարցերում։ Ու Վազգեն Սարգսյանն ասում էր. «Ես եմ մեղավոր, որ ժողովուրդը չի ճանաչում Վաղարշակ Հարությունյանին»։ 1999 թվականին արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունում Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար էր։ Այս անգամ արդեն գեներալ լեյտենանտի նպատակն էր բանակը դնել պրոֆեսիոնալ հիմքի վրա, կենտրոնանալով սպայակազմի ուսուցման եւ պրոֆեսիոնալիզմի վրա։ Նա կայուն ռազմավարական համագործակցության հիմքեր ստեղծեց ԱՊՀ եւ եվրոպական ու արևելյան որոշ երկրների հետ։ 99 թվականի հոկտեմբերի 27-ին նրա ակտիվ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ոչ միայն արտաքին թշնամու հարձակումից, այլև ներքաղաքական անկայունությունից։ Վաղարշակ Հարությունյանը 2003 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական շտաբի պետն էր։ Նրան հաջողվեց միավորել երբեմն իրար հակադիր 16 կուսակցություն։ Արդյունքում նա ձերբակալվեց, Եվրախորհուրդը նրան ճանաչեց քաղբանտարկյալ, ազատ արձակվեց առանց որևէ խնդրագրի կամ այսպես կոչված գործուն սղճման։ 2020 թվականի պատերազմից հետո նա կրկին ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հայ-ռուսական հարաբերություններում բավականին կնճռոտ ժամանակաշրջանում Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր։ Այդ ընթացքում էականորեն բարելավելով հարաբերությունների որակը ռազմավարական դաշնակցի հետ։ Իր ողջ կյանքի ընթացքում զբաղեցնելով բարձր եւ պատասխանատու պաշտոններ, Վաղարշակ Հարությունյանը երբեք չհայտնվեց կոռուպցիոն սկանդալների մեջ։ Նա երկրի համար դժվար պահերին մշտապես կանգնեց պատասխանատվության առաջնագծում, գործունեության առանցքում ունենալով մեկ գաղափար՝ ուժեղ պետություն եւ անվտանգ հայրենիք։ Վաղարշակ Հարությունյան, Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, Քվեաթերթիկ համար 1։